Դե ինչ հարգելի բարեկամներ, բարի օր բոլորին, ովքեր 5 շաբթի օրով ամսի հոկտեմբերի 23-ով միացել են մեզ, որպեսզի միասին եւս մեկ օր դիմավորենք։ Դերենիկը, Ռաֆայելը, դուք բոլորը ներկա են, ասում ենք բոլորին բարի օր, բարի լույս, Դերենիկ ձեզ ենք ասում բարի օր, շնորհակալ եք որ միացաք մեզ։ Օրը ոնց է մեկնարկել հրեշտակների քաղաքում։ Արևոտ եւ ցուրտ։ Արևոտ եւ ցուրտ։ Okay, դե մեզ մոտ էլ նենց լավ գեղեցիկ աշուն է, բավականին տաք Ցելսիուսով 24-25 աստիճանի մեջ ենք, ինչը շատ կոմֆորտ ջերմաստիճան է։ Այսօր Երևանի կենտրոնով անցնելիս մի հաճելի դրվագ տեսա, կոնսերվատորիայի դիմացի պուրակը կհիշեք։ Այդ պուրակը տևական ժամանակ տխուր վիճակի մեջ էր։ Ամեն երևանցի այդ հարցներ իրան տալի, ինչու, ինչն է պատճառը, որովհետև ինչ այգիները այնպես լավից վատից սարքում են, էլի մանր, ծառատունգ, բան, տեղ որևէ գործ չէր արվում։ Միասա ոմն անունը չեն ասում ով, 99 տարով իբր վարձակալել էր, որ ընթացքում սեփականաշնորհ էր այգին իր նպատակների համար եւ քաղաքապետարանի Այդ որ Սայատնովայի արձանը կա բան է, չի։ Այո, որ ջուրահոսում է։ Կոմիտասի արձանը կային ճյուղի վրա նստած Կոմիտասը եւ այլն բան, հա։ Շատ տխուր վիճակ էր էլի ու փնթի վիճակ էր, ծառեր էին որոշ չորացել, խոտ չկար, փոշի, կեղտ ու այդ կենտրոն ենք խոսում էլի։ Ահա, եւ ուրեմն պարզվեց, որ երկար, արդեն 3-4 տարին է քաղաքապետարանը եւ այդ անձը, ում անունը տենց է չբացահայտեցին, լավ կլիներ ասեին, ով է իմանայինք, դատական քաշքշուկների մեջ էին։ Եվ վերջապես քաղաքապետարանը հաղթեց եւ այսօր հայտարարեցին, որ այգին անցնում է քաղաքապետարանի տիրապետության տակ։ Եվ այսօր ես անցնում եմ այդ այգի մոտով, որտեղ բուրըն աշխատանքներ են կատարվում, սևահող են բերում, լցնում, բան մի խոսքով այգին դառնալու է այգի եւ սկսելու է մշակվել, այլ ոչ թե այլ եւ այլ նպատակներին պիտի ծառայեր, որը համենայն դեպս ովքեր որ վերցրել էին 99 տարով, նրանք ուզում էին անել, թե շենք էին սարքելու, թե բիզնես էին դնելու, չգիտենք։ Բայց քաղաքապետարանը այսօր հայտարարեց, որ վերջ գալիս է Երևանի տիրապետության տակ։ Անունը բայց չիմացանք այդ մարդու ով էր, այդ չարագործը, բայց այգին եկավ, այդ կարևոր։ Այդտեղ ռեստորաններ էլ կային, ինչքան հիշում եմ։ Շատ խանդեցին, շատ ռեստորաններ խանդեցին։ Բացօթյա բաներ էին։ Մեծ շատ կային, իհարկե դեռ կան, ով է իրավական, ով է անիրավ, ես տենց բաների մեջ չեմ հասկանում, բայց այն որ սրճարանների այդ այգիներում են, որ ամեն ծառի վրա մեխով դինամիկ էին խփում, չէ, ինչ որ այլանդակ երաժշտություն էին կախում, այդ վիճակը վաղուց անցած է եւ այդ վիճակը գոդե չի սպառնում նաեւ այդ այգուն, որը որ կար ժամանակին։ Այսօր շատ երևանյան էր մեր լրահոսը, չգիտեմ, ձեզ մոտ առավոտ է որքանով հասրեցիք ծանոթանալ, բավականին բուրըն կրքերով նաեւ մեկ նախագիծ ընդունվեց 37 կողմ, մի քանի ձեռնպա, մի քանի դեմ, ամեն դեպքում մեծամասնությունը ավականու քվեարկեց եւ ընդունեց Լենինգրադյան փողոցը, հարգելի բարեկամներ, այսօրվանից կրում է մեծ բարերար Քրկ Քրքորյանի անունը։ Հիմա ով էր ավելի արժան, ով ավելի արժան չէր, այդ արդեն կթողնեմ ամեն մեկի խղճին, բայց Երևանի լավ գեղեցիկ լայնեզր փողոցներից մեկը, որ կրում էր Լենինի անունը, եկեք հասկանանք, ինչ է արել Լենինը հայ ժողովրդի համար։ Ու այսօր ամբողջ այդ կռիվն էր։ Մայր Հայաստան դաշինքի անդամներից մեկը ասում է, դա մեր ազգային արժեքն է։ Հասկանում ես, մենք 5000 տարվա էս ենք, մի խոսքով պաթետիկ, խնդրեմ, եկեք այս թեմայի շուրջ զրուցենք միասին։ Այստեղ մի քանի բան կա իհարկե, հիմնականը գիտեք, նախ ոչ թե Լենինի անվանա, դա Լենինգրադի անվանն է, քաղաք, որը այո, Լենինի անունով է կոչվել, բայց այդ փողոցը ոչ թե Լենինի, այլ այդ քաղաքի անունով է, որը եւ անվանափոխել էին անգամ ռուսները, այսինքն հիմա Պետերբուրգ է, այսինքն այո, Սանկտ Պետերբուրգ է հիմա, հասկանում եմ։ Հիմա այստեղ բայց մի բան էլ կա, էլի, որ մարդիկ սովորել են այդ անվանը։ Չգիտեմ, այսինքն ինչա դա քաղաքական քայլ է, որ մենք չենք ուզում Լենինի անունով փողոց ունենանք, թե որտեվ հիմա ասենք եթե Քրկ Գրիգորյանին ուզում էին հարգել, կարող էին նոր փողոց կամ եւ այլն դնել, այսինքն պարտադիր չէ հինը հանել եւ այս բանը փոխել։ Ես չգիտեմ, իմ դեմա
ես Երևանում չեմ ապրում իհարկե, այդ իմաստով չեմ կարող բան անել, բայց ես կուզենայի որ հինը մնա։ Որտեղ ես մնում Լենինգրադյանի վրա, բոլորս գիտենք, մի տեսակ տրենդ էր դարձել արդեն, էլի, կամ ասենք Կիևյան կամուրջ հիմա վերցնես, անվանես, բանի, Սարի ձորի կամուրջ կամ բան։ Ամեն անվանափոխության հետ կարելի է այդ դիրքորոշումը ասել, բայց նույն տրամաբանության մեջ ոչ վաղ անցյալում Երևանում կար օրինակ Ազիզ Բեկով հրապարակ եւ փողոց, որը ադրբեջանցի քաղաքական գործիչ էր հեղափոխական։ Այդ նույն տրամաբանության մեջ ազատվել, եթե անունը խիստ բանա հիշեցնում նեգատիվ բաներ ասեն կոմունիստներին, որ մեզ տանջեցին, ֆաշիստ կամ ցանկացած բան, ես հասկանում եմ, բայց հիմա էլի եմ ասում, բայց այդ Լենինգրադյան բանա երկու ծայրներ սուր է այս խնդրի, էլի, ասենք ես հասկանում եմ, Լենինի անունը չեն ուզում, իրավունք ունեն, բայց այդ տրադիցիոն այդ մնար էլի ասենք, եթե ես որոշումը կայացնեի, ես կասեի թող մնա, ոչ մեկին չի խառնում, չի խանգարում։ Ձևով անցյալ տարի բավականին բուռն բանավեճ էր Ամիրյան փողոցի անվանափոխության հետ շուրջ, Ամիրյան փողոցը շատերը կարծում անգամ չգիտեն որ Արսեն Ամիրյանի անունով է։ Արսեն Ամիրյանը ընկերներ Բաքվի 26 կոմիսարներից մեկն է, կոմունիստ էր, հեղափոխական կոմունիստ եւ այլն, եւ դա եւս սվիներով ընդունվեց մեծ հաշվով ձեր նշած պատճառաբանությամբ։ Դե սովորել ենք, մեր Արսենը Ամիրյանի վրա ենք ապրում եւ այլն բան։ Եվ այս հարմարողականության պահն է, բայց մյուս կողմից, եթե մենք ասում ենք, բա պատմություն, դասեր քաղել եւ այլն, հիմա ասենք Լենինգրադի կամ հեղափոխականի Բաքվի կոմիսարների անունով փողոցներ ունենալ Երևանում եւ միևնույն ժամանակ ասել պատմությունից դաս քաղել, մի տեսակ չի բռնում էլի իրար հետ։ Ով էր այս մարդը, պապա, ով էր այս մարդը, այս մարդը Լենինգրադն էր, ով որ մեծ հաշվով Լենինի մինչև այս 100 տարի անցել է այդ բաներից, փիս բաներից չեմ ուզում եթերային ուրիշ բառ ասել, դրանից դուրս չեն գալի դեռ։ Ես հասկանում եմ դու ինչ ես ասում, Ռաֆայել, բայց մյուս կողմն էլ կա էլի այս հարցի, ասենք, որ ասում ենք Լենինգրադյան փողոց, ոչ մեկը Լենինին չի պատկերացնում, այդ հաստատ, որտեղ այդ փողոցի արդեն բանն է դարձել, էլի մի տեսակ էությունը կամ բանը, բայց ես ամենակարևորը սա, դա ոչ այս դեպքում էլ, այն դեպքում էլ մեծ նշանակություն չունի։ Եկեք ռադիոլսողներ, հարգելի բարեկամներ, ընկերներ, մենք միշտ խոսքը նաև ձեզ ենք տալիս, ձեր կարծիքն է հետաքրքիր, կապ չունի Երևանում եք, Երևանից դուրս եք, երևանցի եք, երևանցի չեք, 747-477-44, ձեր տեսակետն է նաև հետաքրքիր, մեկնաբանություններում Facebook-ի գրում եք, like եւ subscribe սխմ եք անպայման գնեք, այնքան կարևոր է բաժանորդագրվեք ալիքին, ձեզ լսենք նաև, իմանանք ձեր մոտեցումները ինչպիսին են, բայց եվրոպական ուղի բռնած մի շարք նախկին խորհրդային երկրներ անցնում են այս ճանապարհը, կոչվում է դե կոմունիզացիա, չէ՞ ոնց որ հակա կոմունիստական ինչ-որ տենց բաներ են, Ստալինգրադ կար, բան կար, որ փոխում են, Լեհաստանում է շատ տարածված, Մերձ Բալթյան երկրներում է շատ տարածված։ Դե, եթե ուզում ենք ավելի հեռու գնալ, այդ պիտի սկսենք արձաններից։ Սովետական տարիներին բոլոր քաղաքներում մեծ ու փոքր կար Լենինի արձանը, Ստալինն հետո Ստալինը հանեցին, բայց հեղափոխությունից հետո քիչ-քիչ սկսեցին այդ արձանները, այո։ Դե, հասկանալի արձան, ունել հիմա գալիս են գործիչներին, արդարության համար ասենք, որ էլի 2 երևի տարի առաջ Կասյան փողոցը անվանափոխվեց 2-3 տարի առաջ Կասյանն էլ Վազգեն առաջին վեհապարի անունով է էլի ում անունով այդ ուրիշ թեմա է կարանք ասենք վայ ինչի Վազգեն այլ ոչ թե Պողոս այդ չի հարցը որ ով էր Սարգիս Կասյանը այն մարդն էր ով որ մեծ հաշվով նպաստեց առաջին հանրապետության անկմանը եւ խորհրդային միության հաստատմանը խորհրդային կարգերի հաստատմանը Հայաստանում։ Դաժան կոմունիստներից մեկն է։ Ահավոր մարդեր Կասյանը։ Զանգեր ունենք։ Լսենք ռադիոլսողներին։ Տեսնենք ով է առաջին կարծիքը ասում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, լավ ենք, դուք ասեք։ Մերսի Ռաֆայել ջան։ Անունս Գևորգ է, զանգում եմ Լոս Անջելեսից։ Լսում ենք ձեզ հարգելի Գևորգ։ Այդ անվանափոխությունը իմ կարծիքով ճիշտ է, որովհետև մի քանի ասել հաղորդումներից եմ լսել Արման Բաբաջանյանն էլ ապարան գնալու հայտարարեց ու իմ կարծիքով ճիշտ են անում որ անվանափոխում են, որովհետև Կրկ Գրիգորյանը իմ ասենք այդքան նվիրատվություններ արել Հայաստանի բանին ու ոչ մի հիշողություն չկա։ Իսկ Լենինգրադյանը հիշեցնում է իմ ասենք ավելի շատ Ռուսաստանին,
քաստեի մասը ինչ որ կապ ունի մեր հետ։ Դա անձնական կարծիքն է։ Բարի, լսեցինք ձեզ, շնորհակալ ենք հարգելի Գևորգ կարծիքի համար։ Ձեզ լավ օր։ Նմանապես լավ օր, նմանապես։ Ձեզ 747-477-3444 ընկերներ, արտահայտվեք, սա ինչ որ քվեարկություն չի, բան չի, բայց հետաքրքիր է ձեր մտորումները, բայց Դերենիկը ասում է Լենինին չի հիշացնում, արդեն ֆունկցիան փոխել է ոնց որ իր Հիմա բանը լավ, երկրորդ իմաստը ստացել, ասենք Կիևյան կամուրջը, չէ, պետք է մտածես, որ հասկանաս, որ Կիև քաղաքի հետ է կապված, էլ այնքան մտել է համակարգի մեջ մեր, որ հիմա ասենք վաղը հարաբերությունները Կիևի հետ որ վատացան չենք փոխելու այդ անունը, բայց բոլորը էլի եմ ասում, չեմ կարծում այդքան էական ինչ-որ բան կա փոխվելու դրանից։ Սվիններով է շատ։ Ընդհանուր մոտեցումն է, էլի, այո, այն մարդկանց անունով որ կոչվում է, որոնք պատմությունը ցույց տվեց, որ արժանի չեն դրան մեղմ ասած, իհարկե պետք է հանվի։ Ասեմ, հիմա նույնն ոնց ասես Ստալինի անվան փողոց մնան դեռ, չէ։ Իհարկե չէ։ Բայց շենքերը մինչև հիմա հիշում եք Ստալինկաները, մինչև հիմա ասում են Ստալինկեք, նախագծային որոշակի նախագծված շենքեր կան, որ ասում են Խրուշչովկայա թե Ստալինկա, մինչև հիմա կա այդ անգամ տուն վաճառելուց որ հայտարարություններ ես լսում, ասવા Ստալինյան նախագծի, չգիտեմ, բան ու համարվում է շատ լավ է իդեպ ասել։ Որտեվ պատալոկները բարձր էին այդ բաների հետ, լրի տարբեր էր։ Հետո Խրուշչովը եկավ ու սկսեց։ Բայց Ստալինը փաստորեն ավելի հին է տները, Ստալինկեքը ավելի հին է, քան Խրուշչովկեքը, մի 20 տարվա տարբերությամբ, բայց ավելի լավն է, էլի։ Հետարքիր բան է։ Այդ կոմունիստական կուսակցությունը որ նայում է, չէ ոնց իրար կերան, չէ հրեշների նման, մի հրեշը մյուսիներ ուտում, մյուս հրեշը մյուսիներ ուտում, մինչև քանդու քարապեղան 0 դարձան։ Բայց այդ ամբողջ պատմության մեջ ով մնաց մինչև վերջ, անգամ Ռուսաստանում կարգախոս կա։ Ասում է Նիկոյան ուրիշ կերպարա։ От Ильича до Ильича без инсульта и паралича։ Էդի ասում են Նիկոյանի մասին, էլի հայերը փաստորեն, Կրեպկի արեշը ասում են այս բառակը։ Դե Կրեպկին որնա բոլորի հետ յոլա էր գնում։ Ամեն մարդու բան չի։ Ստալինը սաղի գնդակարել տվեց, ինքը մնաց, հետո Խրուշչովը եկավ գնդակարել տվեց, ինքը մնաց։ Ասի ախր Խրուշչովն էլ որ Ստալինից բանից հետո եկավ, էլի ձեռ չտվեց իրան։ Ոչ ոք։ Բրեժնևն էլ ձեռ չտվեց իրան։ Դե ուրեմն պետքական մարդ է եղել, պետքա ենթադրել էլ այդ կառուցվածքի մեջ, հա։ Զանգ ունենք, տեսնենք ինչ կասեն ռադիոլսողները, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ով է միացել։ Իմ անունն է Գևորգ, զանգում եմ Գլենդելից։ Շատ հաճելի է, Գևորգ ջան։ Իմ կարծիքով մի մասամբ համաձայն եմ Դերենիկի հետ, որովհետև ամեն մի փոփոխություն մի քիչ դժվար է տեղի ունենում մարդկանց մոտ։ Բայց կա մեջը, թե չէ։ Բայց կա մեջը, որովհետև երբ որ փոխում ենք մեր հայկական մեծերից մեկի անունը, ես կուզենայի որ շեշտադրվեր, որպեսզի երիտասարդներն իմանային, թե ինչի համար է դրվում իր անունը ու իր լավ գործերի մասին ավելի շատ խոսեին, որ մյուսները դկտեին արժանանային այդ անունին, այդ փողոցի հետագայում ինչ-որ մի բարձր անունի էլի, բան իրանց անունը նշվեր, որպեսզի ոնց որ խրախուսող մի բան, ասենց ասել։ Հասկացանք, Գևորգ ջան, հասկացանք, ձեր կարծիքն լսեցինք։ Շնորհակալ ենք զանգի համար, եւս մեկին միացնենք, հա, եթե դա չի, հա։ Լավ։ Ձեզ է լավ օր։ Թեման շատերին է հուզել, կարծես։ Լսենք եւս մեկ ռադիոլսողի։ Բարև ձեզ։ Ժողովուրդ ջան, էլի Աննան, շատ եմ զանգում, երևի ինչպես եք իրենները։ Ձեզ հետ միշտ հաճելի է։ Լավ ենք, դուք ինչպես եք։ Շնորհակալ եմ։ Ձեզ հետ էլ շատ հետաքրքիր թեմա է, չնայած ես Հայաստանում չեմ ապրում, երկուսն էլ ինձ թվում է օքեյ է, բայց որ թողեին երևի ինձ թվում է ավելի ճիշտ կլիներ, մի հատ արագ մի բան է ուզում պատմել, որ ես փոքր երեխա էի, Բաբուլյան ընկերուհի ուներ, այս աղջիկը իր աղջիկը ամուսնացավ, երեխու անունը դրեց Բայ ամենահետաքրքիր մասը Աստված իմ Աննա ջան, ամենահետաքրքիր մասը անջատվեց, Աստված իմ։ Հա, շատ հետաքրքիր է, it's funny, ծիծաղալի է, կներեք։ Բանը, այս աղջիկը ամուսնացավ, Բաբուլյայից ընկերու աղջիկը ամուսնացավ, երեխու անունը դրեց Ասիա։ Հետո մի 5 տարի անցավ, այս աղջիկը բաժանվեց մարդուց, բռնեց երեխու անունը փոխեց Լիլիթ դրեց։ 5 տարեկան երեխա էր, հիմա այդ երեխան մանկապարտեզ ա գնում, բոլորը իրան որպես Ասիա գիտեն, ինքը ինչա բաժանվել է, կիսուրի անունը Ասիայից փոխեց Լիլիթ։ Էդի կյանքում էդի խոսում եմ 30
Այդ ինչքան է սիրել կիսուրին, Շատ ծաղալ։ Հիմա ամեն բաժանվելուց անունը պիտի փոխի փաստորեն։ Հա, անոնց որ մի քիչ այդ անվան ասած պարոն Դերնիկը հիմա օքեյ, եթե Ուկրաինայի այդ խնդրեմ ունենանք, պետք է Կիևյանը փոխենք, չգիտեմ Դավիթներին չսիրենք, Դավիթ Հաժենը փոխենք։ Մի տեսակ ես էլ չգիտեմ, բայց այդ Ասիան հիշեցի, դա շատ հին պատմություն է, պրոստը ծիծաղս եկավ ասի պատմեմ, որ եկա 5-6 տարեկան երեխաները բռնեցին, փոխեցին։ Ձեզ լավ որ սիրում եմ շատ։ Ձեզ Էլանա ջան, շնորհակալ եմ զանգի համար։ Անունը ինձ հիշեցեց, մի հատ Մելս անուն ունենք հիմա մենք, հիմա էլ կա որ օգտագործում են, որը նշանակում է Մարքս, Էնգելս, Լենին, Ստալին այմար։ 4 չարագործ իրար է։ Այո, իրար վրա դրած Մելս։ Դե ինչ եկեներ, հա, հետարքիր ես, քաղաքականացվում է, բայց էլի 17 թվականին դեռ, այսինքն մոտ 8 տարի առաջ հարցը օրակարգում էր, դեռ նրանք ելք դաշինք կար, այդ ելք դաշինքը բերեց օրակարգ անվանափոխման հարցը Լենինգրադյան փողոցի, բայց դե 17 թվականին Հայաստանում բարքերն էին ուրիշ, մուդներ ուրիշ, իշխանություններ ուրիշ, ամեն ինչներ ուրիշ, դժվար էր պատկերացնել, որ հանկարծ այդ ժամանակ Սերժի օրոք հանկարծ Լենինգրադյան փողոցը հանկարծ փոխեց բան, առաջարկում էին այն էլ Ազգալդյան դնեին Արցախի որպես, հա, հերոս Լեոնիդ Ազգալդյանի անով, ինչ փոխվեց, չգիտեմ, քվեարկեցին Սարալանջում Ազգալդյան փողոց անվանակոչեցին, Լենինգրադը էլի մնաց Անսասան։ Բայց հիմա արդեն տեսեք 25 թվականի վերջին երամսյակն ենք, ընդունվեց այդ բանը ու Լենինգրադյանը ընդունվել է։ Տեսնենք ինչ կասեն օրենքի ուժաստացել։ Ու սա միակ նաև ասենք, որ սա մենակ ավականու հարց չի, հարցում է եղել էլի այդ շրջանում 10000 մարդ օքեյ է տվել։ Այսինքն ինչ որ առումով ժողովրդավարական քայլեր են ձեռնարկել, ունենք այն ինչ ունենք հիմա։ Գիտեք ինչ, ես օրինակ որ ասենք քաղաքապետարանն է, չէ, որոշում այդ անունները։ Ավականին, հա։ Այո, այդ ինստիտուտը։ Ես կարծում եմ, որ ամենաբանը էս կլիներ, էլի, որ եթե տեխնիկապես հնարավոր է, ասենք կախեին 10 հոգու անվան ցուցակ, հա, ժողովրդին ասեն, ժողովուրդ Անդրեկ, այս 10-ից կամ 20-ից, որ ամենաշատ ձայն հավաքեց են, որտեղ ձեր համար է փողոցը, դու եք օգտվելու, դու եք ասելու, դուք եք նամակագրելու, անցավ գնաց, հիմա բան չանենք շատ։ Ես այդպես եմ դրան նայում, որտեղ այդ անուն դնելու մեջ ես ինչ-որ մեծ բան չեմ տեսնում, էլի, որ այս անունով, հետո մի քիչ էլ պիտի հարմար լինի այդ անտեր անունները, էլի, Դեր բարդ բան, ինչ է, տենց բարդ անուններ, ախր այդ հարցեն պետք է գրվի Ագաթան Գերոսի, եսի, Փավստոս Բուզանտ անգլերենով նամակ վարգի։ Մի քիչ էլ պետք է տեխնիկապես մտածեք մարդկանց հարմարության մասին։ Հիմա տեսեք, ստե փողոցները ոնց են, Apple, ինչ ասես, դնում են Բան չի այդքան էլի Բայց արդարության համար ասենք հայերը քվեարկեցին եւ Գլենդելի կենտրոնական փողոցներից մեկը, որը Սուրբ Մարիանով էր, Մերիլենդը սարքեցին Արցախ ավենյու։ Այսինքն մենք էլ մեր տակն էլ լիքը բան կա, էլի։ Այստեղ էլ այո, էս էլ արդեն քաղաքական բան է, էլի, ոնց որ աչքը մցրեցինք, որ մենք ամեն ինչն է։ Ես հիշում ինչքան մարդ էր դեմ այդ ցույցերը, որ եղան եւ այլն, դիքը մարդ դեմ էր։ Բայց մյուս կողմից, նայեք, ընդդիմության ներկայացուցիչներից որ ավականիստը լայվ եթերում նայում էինք ամբողջը։ Եթե ասեն օրինակ անհարմար է, որովհետեւ դե սովորենք Անհարմար է, որտեղ պետք է ցուցանակ փոխենք, այդ բյուջեա, մարդիկ հասցեներ պետք է փոխեն, այդ առումով լինեն ընդդիմախոս, ես ավելի կընդունեի ասել, բայց մի րոպե, կարծես ճիշտ են ասում։ Բայց իրանք անգամ այդ կողմից էլ այնքան անտաղան ընդդիմություն են անում, ասում են, մեր 5000 տարվա պատմության ընթացքում մենք տարբեր էտապներ ենք ունեցել, դա բանը։ Գումար բաներ են խոսում, կարճ ասած։ Ես էլ եմ իշ դրա վրա կամ Վարդանիկի նման մեկին պաշտպանում են։ Այ եղբայր Գոնե ասեք, որ հա, այս մարդը սենց բաներ ունի, պրոբլեմներ ունեցել, ունենում է, բայց ինչ որ մի բան, վերցնել եք ձեր դոշին ոնց որ անմեղ մարդու պաշտպանում եք, պարշի ժողովուրդը այդքանը տեսնում է, չէ՞։ Այդքանը տեսնում է։ Դուք ինքները ձեզ վարկաբեկում եք դրանով։ Այսօր նայում եմ այդ վարկաբեկելն է, որ ասա ժողովուրդը տեսնում է, իմացաք, Տեր Արամեր, չէ՞, կարծեմ են։ Այո, Կարգալույծ արեցի։ Չի հանձնվում Տեր Արամը։ Չի հանձնվում այդ մի կողմ։ Էս է Տեր Արամը։ Այդ մի կողմ, արա այդ լրագրողներին ես այսօր որ տեսա, ինչ
սադրիչ, ինչ փողով մարդ, ինչ ալկաշ կնիկ, ինչի մասնա խոսքը, դրանք են սա խառնում, գնացել են նենց դիտավորյալ, նենց հարցադրումներ են անում, բանով, չի թողում այդ մարդը միտքը ավարտի, ձեզ կարգալույցները, դուք դեմ եք նրանց, դուք բան եք, դուք դեմ եք սրբություններին, այ մարդ ասում, ես ոչ մի բան դեմ չեմ, ես բան, գնացել են դռների արանքը կանգնել են, միկրոֆոնն է սենց բան անում, ձեռով սենց անում, լրագրողը դիպահարի, էլի, բան եմ արել, կատաղացրել եմ, արի նկարի։ Գործ են բռնել, արի, հա։ Արա նայում ես մի մետր 40 սանտիմետրանոց ոչ եթերային էակ մի հատ։ Այս մեր լրագրությունը սովետական լրագրությունից, որ ամեն ինչ վերևից էր գալիս, որ գլավլիտ կար, որ ստուգում էր ամեն մի ստորակետը, որ դրված է, որ եթեր պիտի գնա։ Մեկ էլ ազատություն ստացան, վակյում եղավ։ Ու իրանց թվում է, թե ազատությունը, այնց այդ լեկտիությունը, այդ հակաէսթետիկ այդ բաները, այդ անճաշակությունը, այդ զորբայությունը, գրեհկությունը իրանց պիտի ամբողջը թափեն բան, չէ, ազատությունը այդ ձևով չի դրսևորվում։ Եվ միանգամից երևում է, թե իրանց խնդիրը ինչն է, ոչ թե ինֆորմացիա ստանալ, այլ ծեծել, տանջել, խփել, վիրավորել, սադրել։ Այստեղ ռադիոլուսողներից Արմինե Հովսեփյանը, դες հեշտ անուններից ենք խոսում փողոցներին, այք ինչ է առաջարկում։ Ես շատ կուզենայի, որ նաև Երևանում Վրամ Շապուհ արքայի անով փողոց լիներ, որովհետև շատ քչերը գիտեն, թե ով է թագավորել որ թագավորն է հովանավորել Մաշտոցին։ Այսինքն, վայ, եթե մենք պիտի փողոցի անով իմանանք Վրամ Շապուհը, որ ֆինանսավորել թե չէ։ Հա, եկեք այսօր առավոտյան Ռաֆայել թարմ հարցրեցի chat GPT-ին, ինչու են մարդիկ սիրում բողոքել։ Եվ դες առաջի պատասխանը այ մարդ, ես ինձնից անընդհատ ուզում եմ, որ ես ռոբոտ չեմ։ I'm a human. Yes, sir. Դա բարդ է ապացուցել ես դարում։ Ուրեմն մարդիկ հաճախ բողոքում են, որովհետև այդ կերպ ստանում են ուշադրություն։ Սա իմ մտքով չէր անցել։ Այնտեղ ուրիշ բաներ էլ ասում, բայց համար մեկը ուշադրություն ստանալն է։ Հիմա որ սա կարդացի արդեն շատ բան ընկավ տեղը։ Այսինքն այդ բաներից մեկը ես էլ կամ ես էլ էլի ուրիշ ոչ գաղափար ունի, ոչ բան ունի, որ արտահայտվի, ինչ անում բողոքում է, եւ դրանով ուշադրություն է գրավում։ Շատ հետաքրքիր էր, այո, շատ բան հասկանալի դարձավ ավելի սա։ Ուշադրության համար է բողոքը, հետաքրքիր։ Այո, հիմնականում ուշադրություն է ուզում։ Այստեղ ազատությունը խառնել են սանձարձակության հետ, Տիկին Սիրանուշ Ստեփանյանն է։ Տիկին Սիրանուշը շատ լավ է բնորոշում, շատ լավ, ես չկարողացա այդքան լավ ասեի, այլո, սանձարձակության հետ են լրիվ, ահա։ Ես օրինակ ճիշտ է, էլի ԱՄՆ, Հայաստան չենք համեմատում պետական լրատվամիջոցների գործողությունները եւս, բայց այս Տրամպը մեկ-մեկ որ այդ օվալ իր սենյակում մասուլիս է տալիս կամ ինքնաթիռում կամ որտեղ որ տալիս է, ես տեսնում եմ ընտրությունը, լրագրողի հարցերի ոչ թե ելույթները, այլ բան, այնտեղ կան, չէ, ովքեր մեղմ ասած Տրամպին չեն սիրում։ Շատ ընդդիմախոս լրագրողներ կան, CNN-ի ներիշխան անգամ Տրամպը իրանց խոսքից զրկեց եւ այլն, բայց էլի այդ սուբարդինացիոն բաները պահպանում են։ Իսկ մեր մոտ լրիվ բարձի թողի վիճակ է։ Զանգ ունենք էլի։ Տեսնենք ով է միացել, հետո գնանք գովազդի դաթարի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, ով է միացել։ Նորայրն է միացել։ Բարև ձեզ, հարգելի Նորայր, լսում ենք ձեզ։ Ես նոր միակ հարցով դիմեցի ձեզ։ Վրամ Շապուհ արքայի փողոցը ժամանակին փոխմամբ Ամիրյան փողոցի հետ։ Հետո ժողովուրդը չհամաձայնվավ, նորից Վրամ Շապուհ արքայի փողոցը փոխեցին դրին Ամիրյան։ Այդ որ թվականներին, հարգելի Նորայր։ Որ թվականներին։ Տեղափոխությունից հետո։ Այսինքն այս ընթացքում, հա, այս վերջի 6-7 տարին 19 թվականներին Ամիրյան փողոցը փոխվեց դարձավ Վրամ Շապուհ արքայի փողոց։ Հետո ժողովուրդը չէր հարմարվում Վրամ Շապուհ արքա, ասում էին Ամիրյան։ Սիմված նորից փոխեցին դարձրին Ամիրյան։ Բայց Ամիրյանի մասին ոչ մի գեղեցկություն չկա։ Այնքան ասեցին Ամիրյան, որ հետ փոխեցին։
Դե Բաքվի կոմիսարներից էր Արսեն Ամիրյանը։ Ով էր։ Բաքվի 26 կոմիսարներից էր։ Դե ես չեմ անում, ինքը ճանաչված մարդ որտեղ կենտրոնական փողոցարանը գնային Ամիրյան։ Հիմա եղել է, բայց վրան շապու արկայի փողոց փոխել են։ Ակին ամիսներ մնաց վրան շապու արկա։ Բարի, հարգելի, շնորհակալ ենք տեղեկության համար, ձեզ լավ օր, մերսի։ Լավ։ Շատ բաներ, իսկած ազգային ժողովից է։ Գովազդային դաթար, հարգելի բարեկամներ, գովազդային դաթար, բայց հետարքի գիտես որն է, որ ընդունել են, հետո հետ են ընդունել։ Ասում ժողովրդին կան ասեց Ամիրյան։ Տեսնենք մասին անեկդոտ կա, ասում զանգում է Սանե Պիտկայան, ասում է, այստեղ ասում է, մի հատ սատկա ձիկա, ասում է որտեղ չի կարող անջատում են, խոսք ասում են Պրոշյան, ասում է երրորդ անգամ զանգում է, ասում են Պրոշյան, ասում է, հա, բերեցի Պրոշյան։ Ընկերներ, գովազդային կան արտասանել։ Դաթար մի հատվածը մեր գործընկերների գովազդային ծանոթություն վերադառնանք, շարունակենք քննարկումը, հեռու չգնաք։ Եվ Դերենիկի հետ։ Դե ինչ հարգելի բարեկամներ, եկանք շարունակելու մեր զրույցը, որը Երևանյան է, Երևանի բարքերի մասին, անվանակոչվող փողոցների եւ ոչ միայն։ Տեսնենք թե ինչ եք դուք ասում, բազմաթիվ մեկնաբանություններ կան, ոմանք համաձայն են, ոմանք համաձայն չեն, համաձայն չէ նաեւ կարգալույծ արված մոտնասում Տերարամը, հա, Տերարամը, ով պետք է Հովանավանքը հանձնի եւ լքի այն։ Ուրեմն բայց հետաքրքիր է, ես առաջին անգամ եմ նման բան տեսնում, որ բանը ըմբոստությունը սկսում է եկեղեցուց, մարդը չի ուզում լքել եկեղեցին, հասկանում եք։ Հիմա հետաքրքիր է այդ եկեղեցին, այդ կառույցը, չէ, որ ինքն այդ հրամանը տալիս, թույլատրում կամ արգելում։ Հիմա եթե կառավարության պաշտոնյա լիներ ու ասեր դուրս չեմ գալիս, կառավարությունը կուղարկեր ոստիկաններին, որ ըստ օրենքի իրեն այնտեղից կհանեն, որտեղ ինքը այլևս այնտեղ իրավասություններ չունի։ Բայց հիմա երբ որ խոսքը եկեղեցուն ա վերաբերում, այդ մարդն էլ դուրս չի գալիս, ֆիզիկապես դուրս չի գալիս։ Մարդ ուղարկել էր արդեն։ Ինչ, ահա, բայց ինչ անելու եկեղեցին, զորովը հանելու այնտեղ շատ հետաքրքիր սիտուացիա է ստացվել բարեկամներ։ Շատ հետաքրքիր, որտեղ ես չգիտեմ այդ իրավասությունը իրենք ունեն թե չունեն, զորով ֆիզիկապես մարդուն հանել ինչ-որ այդտեղ տեր հայրերով, տեր քահանաներով, ովքերով չէ, զորով հանեն, չեմ կարծում, որտեղ դա արդեն լրիվ կփոխվի։ Այսինքն զորով գործադրողն էլ չգիտենք ով է։ Այնց է դա, չէ, բանը այդ որոշողը բանն է, Գարեգին բնա, այդ դրանում բան չի։ Որոշողը բարձր, բայց կիրառականն է, ով է կիրառելու։ Հենց այդ եմ ասում, էլի, այդ ինչ կառույց պիտի լինի, որ իրան այնտեղից զորով հանի, չգիտեմ, հա, այդ արքիր է դեպքերի զարգացումը, ինձ շատ սա, գիտեք ինչ է լինում, հիմա ինձ թվում է քիչ-քիչ ժողովուրդն էլ սրա մասը կդառնա արդեն, էլի, որտեվ այս ավելի հեռու գնաց, քան ես պատկերացնում եմ այս պատմությունը, եւ կարծես թե կառավարությունը այս իմաստով չի ուզում նահանջել, այլ ընդհակառակը գնալով ուժեղացնում է իր հարձակումը։ Ինչեր ասեցին երեք այդ մասին, այո, ամբիոնից վարչապետի, ինձ թվում է այսօր Ստեր Արամի ըմբոստությունը երեք ազգային ժողովի Փաշինյանի ելույթից հետո է նայել, որովհետև ասեց մենք կլինենք այն հոգևորականների կողքին, ովքեր օրինակ Տեր Արամի պես են, ոչ թե դրժել են իրենց ուխտը, այլ հավատարիմ են իրենց սկզբունքներին։ Հիմա այսօր արդեն Տեր Արամը տեսանք, որ բավականին հենց վստահ էր։ Ինչի դա կհանգեցնի։ Ինքը կարգալույծ է, ասում այն չի կարող կարգալույծ անել, ասում, այո, բայց ո՞նց է կարգալույծ։ Դե պաշտոնապես չէ, բայց բանով, բարոյապես էլի, ասենք բոլորս գիտենք, որ ընտանիք ունի, երեխա ունի, ասենք ինքը չի կարող լինել ըստ հենց իրենց օրենքների, եկեղեցական օրենքների, չի կարող ինքը այդ կառույցի ղեկավար լինել այդ ցուցանիշներով։ Բոլոր դեպքերում հետաքրքիր է, բոլոր դեպքերում։ Ուրեմն Հովանավանք են ժամանել հոգևորականներ, իրավիճակը լարված էր։ Օրեր առաջ կարգալույց հռչակված Տեր Արամը հրաժարվում է լքել եկեղեցու տարածքը։ Նա դիմելով հոգևորականներին ասաց. «Կարգալույց եղած կաթողիկոսը ինձ չի կարող կարգալույց անել»։ Հոգևորականներից մեկը նշեց, որ ծանուցագրի համաձայն ժամը 3:15-ից, այսինքն ժամը 3-ից PM Տեր Արամը պետք է դուրս գա եկեղեցուց։ Տեր Արամը նշեց, որ չի ընդունում ծանուցագիրը, ում ասածն եք փոխանցում։ Դիվանատան,
ով տվել է, տարեք հետ տվեք իրեն, ես այդ կառույցը չեմ հարգում, ասաց Տեր Արամը։ Ու լրագրողները արդեն ակնհայտ երևում էր ով որ թմից էր, ով որ ասում էր Տեր Արամից դուք Տեր Արամով էր դիմում, այդ բարձա ովքեր այս կողմից են ընդունում են որ ապօրինի է, ով որ Պարոն, ես ինչան էր ասում, իր որն է իր ազգանունը, ստեղ չեմ, Տեր Արամի փոխարեն ազգանունով էին դիմում Պարոն։ Այդ երևում է որ այս մի կողմից է, որ պիտի կարգալույծ արվի եւ ընդունում են կարգալույծ վիճակը։ Ավելի վաղ տեղեկություններ էին տարածել, որ Տեր Արամ քահանա Ասատրյանը, հեսա Ասատրյանը, Պարոն Ասատրյանը էին դիմում։ Կարգալույծ է հրճակվել, նա գրառում էր կատարել սոցցանցի էջում բոլորին Կիրակի օրը հրավիրելով Սուրբ Հովանավանք մասնակցելու Սուրբ անմահ պատարագի, Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ Կիրակի օրը մասնակցելու է Հովանավանքում տեղի ունեցող Տեր Արամի մատուցած պատարագին, վարչապետը նախորդին ազգային ժողով կառավարություն հարցուպատասխանի ժամանակ իր անդրադարձավ այս խնդրին, նշելով, որ կարգալույծը չի կարող կարգալույծ անել իր կուսակրոնության ուխտը խախտած լինելու ակնհայտ փաստի բերումով։ Փաշինյանն էլ ասել է, որ Տեր Արամի ձեռքից հաղորդություն կընդունի։ Այսպիսի կրքեր, բարեկամներ։ Ուրեմն պարոն Փաշինյանը ավելի հեռու գնաց ասելով, որ մամուլում հաղորդում է, որ կաթողիկոսի եղբայրը KGB-ի գործակալ է։ Ով է հարց տալիս։ KGB գործակալ է ու հիմա էլ Նախիջևանի թեմի առաջնորդն է, սա Գարեգին Բ-ի եղբոր մասին է խոսքում։ Ոչ մի արձագանք, կներեք, սա խելագարություն է, նման բան ոնց կարող է լինել, շարունակում է վարչապետը։ Մի հատ էլ ասում եք կաթողիկոսի անձնական կյանքին խառնվում եք, այսինքն վարչապետը անձնական կյանք չունի, չի կարողանալ, բայց կաթողիկոսը անձնական կյանք ունի։ Հեսա կսկսեն եպիսկոպոսների սեռական կողմնորոշման իրավունքը պաշտպանել միջազգային կոնվենցիաներով։ Աստծո Բա հարցազրույց եղավ եկեղեցու սպասավորը, որ ներսից գիտե, ասում էր ինչ որ մեկը սեռական կողմնորոշում ունի, ինձ էլ չի հետաքրքրում, ավանդական է այդ սեռական կողմնորոշումը, թե ոչ ավանդական, որովհետև եպիսկոպոսը սեռական կյանք չպիտի ունենա։ Ու Հայաստանում դեռ մարդ կա, որ պաշտպանում է այս դիրքորոշումը։ Այսինքն ոչ են կարած։ Ամբիոնից ասում է ունենք տեղեկություններ բառացիորեն, սա լրատվականները անդրադարձ են կատարում, մենք էլ ամբիոնից ասում է ունենք տեղեկություններ, որ եպիսկոպոսը ձեռ է գցում աշխատակիցներին։ Էլ ինչ ասեմ ես իմաստը, Աստված իմ, մեղա մեն այդ ծև շորը բաներին չպասնում է հետևներից։ Խենթանալ կարելի է, բայց չէ, ահա բան է։ Ես որ ասում եմ դեռ ինչերա դուրս գալու, դեռ իսկապես սրանք տերևներն են, ծաղիկները դեռ չկան։ Ես ավելի վախենում եմ, գիտես ինչից եմ վախենում, որ հələ նորմալ ձեռ չեն տվել այսքան բան դուրս է եկել։ Դու պատկերացնում ես, որ անգամ գնան թափ տան։ Որ հասնեն, ասենք այդ ֆինանսական իրենց այդ բաների մանիպուլյացիաներին, ահավոր է լինել։ Դուք չեք պատկերացնի ինչերա դուրս գալու ջերի տակ։ Աստված իմ դատարանի որոշմամբ ինչ կա դե բան։ Դատարանի որոշմամբ կալանավորվել է Գյումրու ավականու անդամ, Գյումրի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը Գևորգ Ղուկասյանը։ Գյումրի քաղաքապետարանի հարակից տարածքից բերման ենթարկված 37 քաղաքացիներից 15-ի նկատմամբ կալանքը որպես խաբեբան միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 25 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրի համայնքապետարանի վարչական շենքում հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում քննիչների կողմից իրականացված գործողություններին խոչընդոտելու նպատակով Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի մոտ, այդ թվում մուտքերի մոտ վարչական շենքում հավաքվել էին մի խումբ անձինք, ովքեր գործողությունների իրականացմամբ միջամտել են գործողությունների իրականացմանը։ Ամբողջը չեմ կարդում, որտեղ զանգ ունենք։ Լսենք ռադիոլսողին, հետո կշարունակեմ։ Ով է միացել, բարև ձեզ։ Բարի լույս, լավ եք Ռաֆել։ Բարև ձեզ, դուք ոնց եք։ Լավ։ Այդ Տեր Արամի թեմայով մի բան ասեմ։ Ասեք։ Իսկ ուր է Տեր Արամը մինչև այս վարչապետի հայտարարությունները։
Դե եկեղեցում էր իր երևել ուր Տեր Արամը չգիտեմ որտեղ էր, առանձնապես ծանոթ չեմ իր գործունեությանը։ Դու գիտեք որտեղ էր։ Չէ, ես չեմ ուզում իմանամ ծանոթ ես թե չէ, ուզում եմ հասկանամ նա տեղյակ չէր մինչև այդ ինչա կատարվում, թող մինչև այս հայտարարությունները մի բան ասեր, թող ելներ գորգորար այդ ամեն ինչը, որ հիմա է ասում։ Դե ոնց հասկացանք, այն որ ճիշտ հասկանանք, ոչ մեկին չենք պաշտպանում, բայց իր ոտը տարօրեցին, ինքը սկսեց խոսալ։ Իր նկատմամբ սկսվեց այդ process-ը, որ իբր ցույցերին չմասնակցեց, չէ՞, տեղից սկսվեց այդ ամեն ինչը։ Չէ, ցույցերին Տեր Արամը կապ չուներ ցույցերի հետ։ Որտեղից բա սկսեց իր այդ ըմբոստությունը։ Ցույցերը են սրբազանների հեռախոսազրույցն էր ցույցերի պահով։ Էտել էր, բայց այս Տեր Արամի պատմությունը որտեղից բա սկսեց։ Տեր Արամի պատմությունը վարչապետը որ սկսեց խոսել եկեղեցուց, կաթողիկոսից, ոնց որ պահը բռնեց Տեր Արամը, սկսեց ինքն էլ թեմայի մեջ մտնել խոսակցության բան դառնալ, հա։ Այդ լավ չի ուրեմն։ Չէ, ուղղակի ասածը ճիշտ է, հասկացեք, այս կերպարներն են էլի, որ պետք չեն մեզ։ Դե հասկանալի է ինչ է ասում, Տավայինքը ճիշտ է ասում, բայց երբ է ասում, ինչ հանգամանքների շուրջ է ասում, այդ ամեն ինչը հաշվի է պետք առնել, չէ, Ռաֆայել ջան։ Չէ, անկասկած։ Ինչ ձև է ասում։ Այն որ ձեր ասածից ենթադրում եմ, որ եթե այդքան ազնիվ ես, վաղուց խոսեիր եղբայր։ Էդ է ձեր ասածը։ Շատ վաղուց, էսի նոր խնդիր չի, Ռաֆայել։ Հասկանալի է, իհարկե։ Ինքն էլ նոր չի ասպարեզում, ասենք տեսել ես, զգացել ես, երեի ողոքը բարձրացնել, ինչ էիր սպասում, որ ինչ-որ վարչապետը հայտարարություններ անի, նոր դու էլ ես քո միգուցե նմանատիպ պարտիկներ ասես։ Իսկ հնարավոր է sense տեսակետ, որ տեսնելով վիճակը, նկատի ունեմ իշխանությունը ինչ ուղղություն է բռնել, այն ժամանակ եթե ասեր, այս արճակատումը չկար, ինքը մնալու էր խավության նոխած, ամեն ինչ իր գլխին էր կոտրվելու, բայց հիմա որ տեսնում է իշխանություն, եթե Ռաֆայել ջան, եթե մենք ինչ-որ մի բանի գնում ենք, չէ, մենք պայտակուրանում ենք ամեն ինչ, մեր անձը անգամ։ Եթե հարցը մեր եկեղեցին է, չէ, այսօր եթե իր հետ խոսանք, ինքը կասի դե եկեղեցին դա մեր անձից վեր է, դա մեր ամեն ինչն է, չէ, եթե առանձին իր հետ զրույց ունենանք, նա կասի։ Իսկ բա ուր էր իր մեջ այդ ամեն ինչը, եթե ինքը լավ, մի բան էլ ես ասեմ ձեզ։ Այսօր գոռում է կաթողիկոսը երեք ունի, նա չի կարող։ Այսինքն բար կրկնում է վարչապետի ասածները, Ռաֆայել, նա սեփական կարծիք չունեցող, իր մոտը տես տպավորություն է, նա դեմքին նայում ես, դա հասկանում ես, նրա անձը, ով է ինքը, ինչ է ինքը։ Լավ, հիմա մի բան էլ ես ասեմ, դուք ասեցիք, որ ճիշտ է ասում, բայց ինչ ձև ես, այդ ամեն ինչը պիտի հաշվի առնի։ Մի հատ դերենիկը հարց ունի, խնդրում եմ։ Տեսակ դուք շատ կարևոր մի բան ասեցիք, որ ասեցիք ճիշտ է ասում։ Բայց ինչի է հիմա ասում, չէ, էս էր ձեր հիմնական բանը։ Եթե մեկը մի բան ճիշտ է ասում, ավելի լավ է ուշ ասի, քան թե բոլորովին չասի։ Այո, իհարկե, ավելի լավ կլիներ այն ժամանակ ասել, ինքը ավելի հերոսի կերպար կունենար։ Հիմա իրավիճակը մի փոքր ավելի դեպի բաննա գնում եւ ինքը այս մասին խոսեց։ Կարևորը որ ճիշտ է ասում ինքը։ Այո, ուշ ասել, ավելի լավ, բայց ասում է ճշմարտությունը։ Սա պիտի մեզ ուրախացնի, կարծում եմ միայն, այլ ոչ թե ուրիշ ենթադրությունների տանի, հասկանում եք։ Մանավանդ որ դուք եք ասում, որ ճիշտ է ասում։ Ճիշտը ասելը ժամանակին պիտի ասես, որ այսքան չխորանա դերենի։ Այո, չի ասել ժամանակին, բայց այլ ընդհանրապես չասեր, թե ավելի լավ է ուշ, բայց գոնե ասի այս մարդը ճշմարտությունը։ Բայց ճշմարտությունը այնպես բան է, որ շուտ էլ ուշ էլ աշխատում է։ Ես չեմ ընդունում դերենիք, ես չգիտեմ, ասինքն ես իրավունքն է չընդունել, բայց հասարակ տրամաբանությունը է։ Ոչ արժանի մարդ է, նրա կերպարը, ասենք նրան ես ես մի բան էլ ասեմ, եկեղեցին ունի օրենքներ, ճիշտ է։ Եկեղեցին կարգալուց է անում, ընդեղ կոնդակա, թե չգիտեմ ինչով այդ հրամանագրով հոգևորականը համարվում է կարգալուց, նաև իրավունք չունի այլևս ոչ մի արարողություն անելու։ Հիմա նա որ շարունակի իր գործողությունները
կարգալուց եղած ժամանակ, նրա արած մկրտությունը, նրա արած հարսանիքը, նրա արած պատարակը հավասարա ոչնչի։ Այսինքն նույնը ես կարամ անեմ, նույնը ինքը ոչ մի տարբերություն։ Այստեղից գալիս է այն բանը, որ այն փաստը մեղադրանքը կամ որ կաթողիկոսը ունի անձնական կյանք երեխեք բան, անլեգիտիմ է դարձնում իր կարգալույց անելը Տեր Արամին, էս է թեման, ոնց հասկանում ենք։ Չի կարա տենց բան լինի, Ռաֆայել, ոնց կլինի։ Դե ես չեմ ասում։ Ես չեմ ասում։ Նա հրճակված է կարգալույց։ Okay։ Նա չի կարող շարունակել։ Նա նորից պիտի, եթե տենց լինի, իմանալով, նա նորից պիտի ձեռնադրվի։ Հասկացանք, բարի։ Չենք բանավիճում ձեզ հետ, լսեցինք ձեզ, շնորհակալ ենք ձեր կարծիքի համար։ Չէ, ուղղակի ես ուզում եմ ասեմ, այդ նման կերպարները հասկացանք, նրանք են, որ ամեն ինչը փչացնում են։ Հասկացանք, բայց կարևոր մի բան Մաուգլու միջի շակալների հետ համեմատել, այ օչնի այդպես մի բան անել։ Նայեք, դուք համ ասում եք կաթողիկոսը ինչ ասում է ճիշտ է ասում, համ, եթե այն ինչ որ դուք ասում եք ճիշտ է ասում, էլ մնացածը արդեն էական չի։ Եթե այն մնացածը ճիշտ է, արդեն էլ շակալ են, բորենի են, թե, չգիտեմ, աղվես ու շունուկել են, էլ արդեն էական չի։ Այն ինչ որ դուք եք ասում, դրա համար, օքեյ, ամեն մարդու կարծիքը, ձեզ լավ է, մերսի շատ։ Չէ, այսինքն եթե ասում ես, որ նենց է, էլ իմաստը որ, օքեյ, Եվս մեկ գովազդային դատար հարգելի բարեկամներ, հարգում ենք բոլորի կարծիքը, չենք անջատում, չենք նեղանում, չենք նեղսրտում, ազատ հարթակենք բարեկամներ, ուղղակի եթերային բառամթերքով հնարավորինս, էլի, եթե ինչ-որ մեկին վիրավորենք, պիտակավորենք, չգիտեմ ինչ, չենք տարբերվի։ Մանավանդ որ չենք ճանաչում, էլի, պետք չի, էլի։ Okay, գնացինք դաթարի գանք եւ աստիճանաբար ամփոփենք։ Ահա եւ մենք հարգելի բարեկամներ եկանք 5-6 րոպե ունենք։ Երկու արագ նորություն ասեմ, կարծում եմ, որ հետաքրքիր կլինի։ Նախագահ Դոնալդ Թրամփը չեղյալ է հայտարարել Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ նախատեսված հանդիպումը։ Պատճառը Հունգարիայում պետք է հանդիպեին, չէ՞, Բուդապեշտում, կանցեմ, հա։ Պատճառը Թրամփի դիվանագիտական ջանքերում առաջընթացի բացակայությունն է։ Եվ զգացությունը, որ ժամանակը անհաջող է ընտրված, այսինքն ոչինչ չի լինելու, էլի պիտի հանդիպեն, ոնց հանդիպել են, տես բաժանվեն առանց որևէ մի։ Իսկ սկզբանե ասում էր, եթե հանդիպելու ենք ոչինչի համար։ Իզուր տեղը հետարքիր է, դասեք հլա, որևէ կասկած չկա, որ Գյումրի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը Հայաստանի ներքին գործն է։ Եվ ով է ասում այս մասին, արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Շնորհակալություն Տիկին Զախարովա, զգացված է։ Հասել է թեման։ Բա։ Դե որովհետև մեկը էս կառավարության այսօրվանիստին հավանություն է տվել հունվարի 27-ը հիշատակի եւ խոնարհումի օր սահմանելու նախաձեռնությամբ։ Ռուբինյանն ավելի վաղ ասել է, որ հատուկ օր է պետք ունենալ ոչ միայն 44-ի օրյայի, այլև բոլոր ռազմական գործողությունների զոհերին հիշատակելու համար։ Եվս մեկ Սքոր ունենք հիմա, չկան հասկացա։ Խոսացինք են։ Թողարկմանը տեսնես մի օր կլինի այն դրական էլի, կամ ինչ-որ բարության, չգիտեմ էլի ինչ-որ առանց թախիցի, առանց այդ գերեզման գնալու խոնարհումի էլի ինչքան կարելի է, ինչքան, բայց դե այսօր զարմանալի դեպք է տեղի ունեցել, ընկերներ, Երևանում 13-ամյա աղջնակ է կորել եւ հա գտան չէ՞ բայց ես կարդացի որ որտեղ գտան, ինչեւ հիմա բանը։ Ես այսօր կարդացի, նոր մի քանի օր առաջ։ Մի քանի օր առաջ էլ էր կորել, կարող է այդ մեկը։ Չէ, ուրեմն բաներ, երկու սենյակ վերև, ուրեմն կարդում եմ որ կորելա, երկու սենյակ վերև բարձացա, ասում որ գտել են հայտնաբերվել։ Լավ, հիմա մի հատ ստուգում ենք։ Հա։ Ուրեմն, ահա 51 րոպե առաջվա տեղեկություն, հա։ Այո, հա։ Արաբկիր բաժնում է, հայտնաբերել են։ Գներ, հա, որտեվ այսօր 3 երեկոյից տարածվեց այսօր 13 տարեկան ուր ինչեր դեռ չեն հայտնում, երևի չեն էլ հայտնի, հաշվի առնելով որ անչափահաս է բան, բայց կարևորը հայտնաբերվել է, օքեյ, լավ, էս բաց թողեցինք։ Ամփոփենք զրույցը, դերենիկ, եթե ավելացնելու բան չունեք, այսօր ես ռադիոլսողներին հիշեցնեմ, մենք երաժշտական Վիկտորինա էլ ունենք AM-PM-ը, բայց եթե ավելացնելու բան ունեք, խնդրեմ։ Չէ։
Դե ուրեմն մինչ երկուշաբթի, հա։ Մինչ երկուշաբթի սերելն է լավ է։ Լավ ծրագրեր կան վստահ եմ շաբաթ-կիրակի համար։ Օ։ Դե երկուշաբթի գաք պատմական։ Այո։ Այս վերջերս բան ա եղել, ճոխացել ա կյանքը։ Շատ ուրախ եմ։ Դե Նե։ առայժմ Հաջողություն։ երկուշաբթի։